Այնինչ ներկայումս մենք տեսնում ենք մակերեսին, վարչապետ կաթողիկոս, կառավարություն եկեղեցու վերնախավ, պետություն եկեղեցի, այնինչ կա հրապարակում, դա այսբերգի միայն երևացող մասն է։ Այո, սա մի օրվա պրոբլեմ չէ, սա տասնամյակների պրոբլեմ է, և ոնց որ ասում են, չէ, կա քարերը թափելու և քարերը հավաքելու ժամանակ է։ Հիմա ժամանակն է, այո, այդ հարցը լուծել, որովհետև իրավիճակը դարձել է այլևս անտանելի և անընդունելի։ Մի շարք պատճառներով։ Պատճառ մեկ դա եկեղեցու քաղաքականացումն է, հստակ այլևս, և վերածումը ըստ էության քաղաքական ուժի, որը ըստ էության ոչ թե պետության շահերին է ծառայում, այլ ծառայում է ուրիշ պետության շահերին։ Սա եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Ինչու, եթե իշխանությանը չեն աջակցում պարոն Մեհրաբյան կամ խնդիրները բարձրաձայնում են, նշանակում է ծառայում են այլ պետության։ Ոչ թե դրանից նայանշանակում, այլ փաստն այն է, որ եկեղեցու վերնախավը ներկայումս ծառայում է այլ պետության։ Սա ես արձանագրում եմ որպես փաստ։ Անկախ նրանից ինչ է անում այլ, ինչպես է այլ հարցերում դիրքավորվում դեմ է թե կողմ է իշխանության։ Իսկ դա վտանգավոր է։ Մանավանդ եկեղեցու այս պահվածքն էլ ակտուալիզացվում է ընտրություններին ընդառաջ, դա էլ փաստ է։ Այո, ներկայումս կա նախընտրական ակտիվացում և եկեղեցում վերապահված է շատ հստակ դերակատարում այստեղ մի գերնպատակի շուրջ, փոխել իշխանությունը, ինչպես իրենք են ասում, վերականգնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, չէ՞։ Այն անբարոյական արևմուտքի հովերն այստեղ թույլ չտալ, չէ՞։ Խաղաղության պայմանագիրը դնել մի կողմ, ինչ Թուրքիա, ինչ բան, եկեղեցու մի սառեցված ներկայացուցիչ թրև էր գալիս փողոցներում, լսեք իր ճառերը։ Այն մյուսն էլ Շիրակի մարզում Ստալին էր գովում, օրհնում էր այն դռոշագով ռուսական գլուխը գովացող քրեական հեղինակությանը, որը իշխանության թողտվությամբ պարազիտանալով ժողովրդավարության վրա դարձավ քաղաքապետ, որում ըստ էության գործարքի արդյունքում այլ թեկնածուների, այսպես կոչված թեկնածուների հետ, որոնք չպետք է լինեին թեկնածու, էլի պետության թողտվությամբ։ Եվ հետո այդ երթմնակալության ժամանակ ով էր վերընկած այնտեղ։ Ռուսական բազայի ներկայացուցիչներն էին վերընկած, Ռուսաստանի հյուպատոսներ վերընկած, այնց քաղաքական ուղերձով հանդես եկավ եւ այդ ամենը օրհնեց, օծեց ով եկեղեցու բարձրաստիճան այդ Ստալին գովացող ներկայացուցիչը։ Դե այդքանից հետո մենք պետք է լավ հասկանանք, որ եկեղեցու անվամբ քողարկված այդ խմբակը այլևս վերածվել է այո ազգային անվտանգության սպառնալիքի։ Հիմա որպեսզի առանձնապես շատ հարցին չխորանանք, հա, իսկ իրենք խոսում են ինչ-որ վեհությունից, մաքրությունից, սրբությունից, ընկնում են փողոցները, անունը դնում են սրբազան շարժում եւ այլն, կառավարության կողմից կամ իշխանության կողմից կամ հենց վարչապետի կողմից մի պարզ հարց է
առաջ բերվում էլի դու սուլտասան ես թե չէ վերջ այսինքն դու Հանրապես ինքդ քո ասածին տեր եղել ես գոնե ամենաֆունդամենտալ հարցում մեր օրենքով չէ ձեր օրենքով ձեր ներսի օրենքով դե եթե չէ թող գնա անգիրջոն ուղղակի թող գնա քարորդ դար այլանդակել ապականել եք եկեղեցու անունը հիմա ժամանակն է այդ պետության զավթման վերջին կղզյակը այո պետք է մաքրվի այս կրիմինալ դիկտատուրայի աղտից որի մասեր հանդիսանում նույն այդ եկեղեցական վերնախավը ի վերջո նույն Գարեգին երկրորդներ օրհնության խոսքեր ասում բոլոր կեղծված ընտրություններին եւ այդ ընտրությանը հաղթող հռչակվածներին գալիս էր եւ դարձել էր պետական արարողակարգի մաս տնտեսական գործունեությամբ էր զբաղվում այդ շրջանակը որում քրեա օլիգարխիկ կանոնների սահմաններում եւ 18 թվականի հեղափոխությունից հետո փոխվեց շատ բան էլ դեռ չի փոխվել եւ այսպես անփոփոխ անսասան նաեւ ռեստավրացիայի տրամաբանության մեջ ներկայումս գործող մնացել է եկեղեցին եւ այո այս հարցը պետք է լուծվի եւ դե հիմա եթե մտել են քաղաքականության մեջ ուրեմն թող բարի լինեն այս քաղաքական հարթության վրա հարցադրումներին էլ տան պատշաճ պատասխան մանավանդ երբ հարցն էլ քաղաքական չի հարցը ընդհանրապես հետեւյալն է դու սուլտասան ես թե սուլտասան չես սա է հարցը վերջ եթե սուլտասան ես ընդհանրապես էլ իմաստ չունի որևէ խոսակցություն էլ դու ինչ ես ուզում ինչի կողմնակից ես ինչի կողմնակից չես եւ այլն եւ այդպես շարունակ գիտեք ինչ մարդիկ վերաբերմունք են փոխում մարդիկ կարծիք են փոխվում մարդիկ նույնիսկ իրենց դավանանքն են փոխում չգիտեմ դավանած փիլիսոփայությունն են վերանայում եւ այլն այդ ամենը շատ մարդկային է բայց սուտը Պարոն Մեհրաբյան, այդ ստախոսության մատնանշման հետ կապված ես սովորական շարքային քաղաքացիների հարցադրումներ տեսա հենց նույն Նիկոլ Փաշինյանի այդ գրառման տակ, որ առնվազն ստախոսության մեջ մեղադրող մարդը պետք է ինքը սուտասան չլինի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ ունի ասած բաներ, որոնք չի կատարել, առնվազն սուտ է խոսել եւ այսօր նրան ասում են, բա դու ինչու չես հեռանում, եթե դու ես սուտ խոսել։ Օրինակ։ Ես չեմ ուզում պաշտպանեմ վարչապետին, թող վարչապետին իր թիմակիցները պաշտպանեն, մանավանդ իմ պաշտպանության կարիքը չունեն, բայց ո՞րն է այդ ասացի, սենց ասենք փաստական հիմքը ո՞րն է, որտեղ է սուտ խոսքը։ Արցախը Հայաստանը եւ էր, պարոն Մեհրաբյան, դա հայտարարություն էր, որը հետո տեսանք ինչ եղավ։ Հետո դրանից հետո եղավ շատ վատ բան։ Այո, հանգամանքները դասավորվեցին այնպես, որ այդ ասածը չստացվեց։ Հասկանու՞մ եք։ Շատ լավ, ինչ է կարծում, ինչու առաջին նախագահը որոշեց աջակցել կաթողիկոսին։ Ցավոք սրտի առաջին նախագահը, որ ես սպասում էի կդիրքավորվեր այս դիմակայությունից վեր դիրքում գերադասեց դառնալ այդ դիմակայության կողմերից մեկի կողքին ընել պատմության սխալ կողմ։ Ինչը խիստ ցավալի։ Այսքանը կարող եմ ասել։ Եվ փաստորեն սա շատ ավելի վատ բան է ուրվագծում։ Սա ուրվագծում է այն, որ
Առաջին նախագահը, որի կառավարման տարիները կարելի է ասել որպես վիժեցված հեղափոխություն, վիժեցված ռեֆորմացիա, որպես պարտություն քրեա օլիգարխիային եւ որը վերջացավ պետական հեղաշրջումով եւ իր բերած կադրերի կողմից պետության զավթմամբ եւ իր բերած կադրերի կողմից կրիմինալ դիկտատուրայի 2 տասնամյակի, որն էլ հենց կոնսոլիդացվեց հոկտեմբերի 27-ով, երբ հոկտեմբերի 27-ին նա կոչ էր անում միավորվել Ռոբերտ Քոչարյանի շուրջը, չէ՞։ Ահա։ Իմ մոտ հարցեր են առաջանում, թե ինչու։ Մեկ երկրորդը, գիտեք ինչ, այդ հանդիպման հաղորդագրության մեջ պետության կողմից չգիտեմ քայլերը, դիրքորոշումները, ելույթները, գրառումները կոչվում է հակասահմանադրական։ Իսկ պարոն նախագահը հակասահմանադրական չի համարում, որ եկեղեցական հիերարխները պահանջում էին Հայաստանի վարչապետի հրաժարական։ Դա սահմանադրական էր, դրա մասին ոչ մի խոսք։ Այն, որ եկեղեցու ներկայացուցիչը թրև է գալիս սառեցված վիճակում փողոցներում եւ ավել պակաս զառանցանքներ է տարածում մերձ քաղաքական բնույթի, դա հակասահմանադրական էր, թե սահմանադրական։ Այդտեղ էլ ոչ մի դիրքորոշում։ Երբ որ կաթողիկոսի եղբայրը տերորիստների է օրհնում, մարդասպանների, մարդակերների Ուկրաինա ուղարկելուց առաջ, դա ինչ է։ Սահմանադրական է, թե ու եկեղեցին չունի դրան վերաբերմունք, սահմանադրական է, թե ոչ։ Ընդ որում այդ նույն Որչից էլ հետո Հայաստան է գալիս տերորիստների մի խումբ եւ ազգային անվտանգության ծառայության կողմից չեզոքացվում։ Հա նախապատրաստական փուլում բարեբախտաբար։ Այստեղ լրջագույն խնդիր կա եւ իմ համոզմամբ Հայաստանի առաջին նախագահի, ասպես ասենք, դիրքորոշումը լուրջ հարցեր է առաջացնում։ Ցավոք եւ ցավալի։ Պարոն Մեհրաբյան, այս թեման ամփոփելով հիմա հոգևոր դաս, այսպես ասենք, իրենք Հայաստանին առնչվող, Հայաստանի ապագային վերաբերող հարցերով պետք է դիրքորոշում հայտնեն, թե ոչ։ Խնդրահարույցը ո՞րն է, այսինքն ռետորաբանությունն է խնդրահարույցը, չգիտեմ, դիրքավորվելն է խնդրահարույցը, նրանք որպես քաղաքացիներ նաև իրավունք ունեն արտահայտվելու, թե ոչ։ Բոլորն էլ իրավունք ունեն, բայց երբ որ դու դառնում ես քաղաքականության սուբյեկտ նախընտրական շրջանում, ոնց որ սկսում ես աշխատել պետության դեմ, կներեք, սա մոտարապես նույն վիճակներ, ասենք, գիտեք ինչ, այն Ֆրանսիայում է տենց փորձ եղել, էլի պատմությունից հայտնի է շատ բարդ հարաբերությունների մասին, որ Ֆրանսիայի իշխանություններն ունեցել են կաթոլիկ եկեղեցու հետ, որը Վատիկանում էր, չէ՞։ Ընդհանուր գործը հասել է մինչև նրան, որ Հռոմի պապին հանել են Հռոմից, բերել են եւ Ավինյոնում են նստացրել, որ Ֆրանսիայի դեմ չաշխատի։ Ֆրանսիայի ներքին գործերին չմիջամտի։ Պրոբլեմ ունեցել են Ռիշելիեի ժամանակ, ֆրանսիական հեղափոխության ժամանակ, չէ՞, որ Վոլտերն ինչ էր ասում, չէ՞, տարօրեք հրեշին։ Նապոլեոնի ժամանակ, նաև հանրապետական Ֆրանսիան, եւս սա խնդիր է եղել,
Եվ Ֆրանսիան այո այդ լաիսիտե, հա, լաիցիզմ կամ այդ պետություն եկեղեցի հարաբերությունների այդ մոդելը Նապոլեոնից որ գալիս շարունակվում է մինչև հիմա այդ հստակ պետքա դրվի եւ այստեղ պետությունն էլ իր մեղքն ունի սա էլ արդեն պետության սահմանադրության մեջ գրած է եկեղեցին անջատ է պետությունից եկեղեցին գալիս եւ քիթը մտցնում է պետության կյանքի մեջ օրենքը ինչու չի գնում այդ քիթը մտցնողի հետևից մի հատ քիթը վրայից պոկի մի հատ, որ էլ մյուս անգամ քիթը չմցնի այդտեղից։ Չկա տես բան։ Հիմա կանգնում ասում ենք, չգիտեմ, կուսակայունս թե չէ։ Բայց այդտեղ լուրջ խնդիր կա։ Օրենք է խախտվել, սահմանադրություն է խախտվել։ Դրա հետևից գնալա պետք անկախ նրանից, ով ում քերակինն է կամ ով է կուսակայունությունը խախտել կամ ով երեխա ունի, ով երեխա չունի։ Սա էլ է հարցի իհարկե։ Եվ բոլոր դեպքերում, այո, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը իր անփառունակ քառորդ դարյա գահակալումից հետո, այո, պետք է լքի Սուրբ Էջմիածին։ Որովհետև դա բխում է թե հայ առաքելական եկեղեցու, թե Հայաստանի Հանրապետության շահերից։ Սա պետք է գիտակցի, թե անձամբ ամենայն հայոց կաթողիկոսը թե եկեղեցական վերնախավը, թե եկեղեցին որպես ինստիտուտ, թե հայ առաքելական եկեղեցու հետևորդները։ Մեր պետությունը իր անկախության ճանապարհին, իր պետական ինստիտուտների կայացման ճանապարհին թևակողել է նոր փուլ։ Եվ այդ նոր փուլը պետք է նշանավորվի նաև պետություն եկեղեցի հարաբերությունների հստակեցմամբ։ Մենք այդ սկզբունքը ֆիքսել ենք հենց անկախության առաջին իսկ օրվանից եւ առաջին իսկ օրվանից էլ մենք չենք պաշտպանել տարբեր պատճառներով։